Ընդունում ես հյուրեր։ Ասած մինչև տարին սպասում էինք, թե կգա էլի։ Թե որ արդեն իր ընկերներ եկան, ծառայություն, պրծավ 2 տարի լռացավ էլ արդեն, իսներս կտվավ էլի։ Այդ ամսի մեկին ինքը բարձրացավ դիրքեր, իր հերթապահության օրներ էլ իրենց մենափողության։ Հենց այդ առաջի գիշերն էլ, որ բարձրացել ու այդ դեպքը պատահել է, բայց մենք չենք իմացել։ Մենք Ջաբրայելին ծառայել։ Արդեն տարի 4 ամիս է, որ ծառայել է։ Ու տենց մի քանի օր թե պատերազմ, ասենք երևի պատերազմա հնարավորություն չկա էլի զանգելու, ասում էին, կա տեղ, որ կապ չկա, բան չկա, բայց թե կողքի ընկերը նույն մեր գյուղացին ամեն օր զանգում էր։ Հետո զանգում էինք մեծերից, բա մենք չենք կարա ասենք, որ այդ բառը ասես չենք կարա ասենք, արդեն զգացինք էլի ինչ կա։ Բայց չեն կարա ասա մահացածա, թե ինչ է արդեն, որտե երեխեն գերի էր էլի, իրանք էլ չէին կարա ասա գերիների մեջ սաղա, թե մահացած։ Դա որ իմացանք արդեն իրենց տարածքն գրաված էր, թուրքերի ձեռքներ, արդեն դից պարզ էր։ Դե 10 օր հետո Կարմիր խաչի օգնությամբ անցնենք, ծառայել ենք, բայց ուշեցենք կրագող էր էլի, դիպուկահար էր, տենց կոչված է։ Որ արտարություններներ սենց որտեղից կյաներ էդի, այդ էլ ինչ-որ ծախված մի բան էր էլ էդ կռիվը։ Կռիվ, հա, կռիվ եղե, միշտ էլ եղե, էլի հայդարարած, թե կռիվա բան, բայց էսի ինչ-որ ծախված էլի, ինչ-որ գաղդնի մի բան, այդենց կոչվի էլ էս կռիվը։ Տարին էր, են ասած էկան երևացին, թե էսա այնա ու տարին լռացել է, էլ ոչ մի բան։ 4 տարուց էլի մյուս երեխայի ծառայությանը նորից կգանք չոկեն էլի իմ տուրը, էտա։ Նրանք մենակ էդ կարան անեն, ուրիշ չէ, մենակ տանեն ու չբերեն, հետ չբերեն։ Որ հանգած մի հաղթով էլ դնես, ինչ կնաս փորձել։ Իրանց պետությունա ծառայել են, վերջ էտա։ Ամուսին էլ գնաց 6 ամիս առաջի պատերազմին 94 թվին ոչ հող տվեցին, ոչ մի բան չտվին։ Խիեր գնաց ասում էին, որ մի բան պահանջում ենք, եւ ախլե երեխեք փոքր էին։ Իրան ով էր ասել գնա, դու այն մյուսները պես գնաց պահկը, բայց է տենց է։ Մգաներն, հարուսները, մեն իրանց, մեն բաներ մերում, մի հատ շենք էլ ասեցինք թող բերեն հանեին, մենք կիսակառու շենք ունեին, են էլ ոչ մի հատ ոչ եկան, ոչ օգնեցին։